Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր գտնվում են Բաքվում, այլ ընտրանք չունեին։ Երկու ելք կարող է լինել, կամ փախնել, գալ Հայաստան, եւ դրանով իսկ համ իրենք իրենց վարկաբեկեն, համ էլ սրանց հնարավորություն տային, շանս տային այդ մարդկանց անխնա քննադատել, ասել դուք ձեր ժողովրդին թողեցիք, եկաք, կամ էլ գնալ ինքնազոհողության։ Այդ մարդիկ ընտրեցին ինքնազոհողությունը, սպասեցին այնքան, մինչև մարդկանց ճնշող մեծամասնությունը 99.9%-ը անցան այդ անցակետով եւ այնտեղ տարբերակ կար, որպեսզի օդային ճանապարհով իրանց էլ էվակուացնեին, ինչպես էվակուացրեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին եւ մի քանի հոգու, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել, եւ ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել է մարդիկ, նաեւ ոչ առանց Հայաստանի միջամտության, որովհետև ինձ համար շատ տարօրինակ է, օրինակ, ինչու ադրբեջանցիները պիտի գործող պաշտպանության բանակի հրամանատարին թույլատրեին սահմանը անցնել, այո, հասնել Հայաստան, իսկ այն պաշտպանության նախարարին, ով արդեն 2 տարի պաշտպանության նախարար չէր, ներառեն այն ցուցակի մեջ, որոնք պետք, այսինքն հստակ, ճիշտ եմ ասում, հստակ ցուցակ ա եղել, որով որ այս մարդիկ չպետք է լքեն։ Հստակ ցուցակ ա եղել, այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվելը Շահրամանյան, եւ կարծում եմ կգա ժամանակ ինքը մանրամասն այդ ցուցակի մասին կխոսի։